Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Երևանը հյուրընկալում է Եվրոպայի առաջնորդներին, բայց գլխավոր ինտրիգը մնում է նույնը՝ խաղաղություն, թե շարունակվող լարվածություն, Փաշինյանի եւ Ալիևի ելույթները որպես հակադիր իրականություններ։ Քաղաքական ուղերձ, թե վիճելի պնդում, չի հիշում արդյոք Մակրոնը իրեն նախորդած նախագահներին։ Երևանյան դիվանագիտություն, թե հակառուսական հարթակ, Զելենսկիի ելույթը տեղեկատվական հակադրության կենտրոնում։ Երկու տղամարդ անչափահաս քույրերի են բռնաբարել, ինչ են պատմում վեդիի բնակիչները։ Երևանն այսօր դարձավ եվրոպական քաղաքականության կենտրոններից մեկը, բայց ամենակարևորը ոչ թե այն է, թե ովքեր էին դահլիճում, այլ թե ինչ էր հնչում այդ դահլիճում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը մի հարթակում հավաքել է տասնյակ առաջնորդների։ Այս գագաթնաժողովի ամենաուշագրավ առանցքներից մեկը ոչ թե դահլիճի բազմազանությունն էր, այլ մեկ հարթակում հնչած երկու տարբեր քաղաքական լեզուները։ Մի կողմից Նիկոլ Փաշինյան, որը խոսում է խաղաղության կառուցման, հարաբերությունների ինստիտուցիոնալացման մասին, փորձելով գործընթացը դարձնել կառավարվող ու կանխատեսելի, մյուս կողմից Իլհամ Ալիև, որը հերավար միանալով ընտրեց բոլորովին այլ տոնայնություն։ Նրա ելույթը կենտրոնացած էր ոչ թե ընթացող գործընթացների, այլ մեղադրանքների վրա, ուղղված եվրոպական կառույցներին հայամետ որոշումների համար։ Ինչ է պետք եզրակացնել այս հակադրությունից, քաղաքագետն է բացատրում։ Ես կարծում եմ, որ առաջերտին պետք է կոնտեքստը հաշվի առնենք։ Ընդամենը օրեր առաջ ԵԽԽՎ-ն բանաձև էր ընդունել, որտեղ կոչ էր անում, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց տարածք գերիների մասով, որ այդ մարդիկ պետք է վերադառնան Հայաստան, եւ այդ առումով Ադրբեջանը առաջերտին իրենց ուղղված հայտարարություն արեց, խոսքը Ադրբեջանի նախագահի մասին է, եւ շատ կարեւոր է այն, որ այդ հայտարարության ժամանակ ներկա էր Հայաստանի ղեկավարը, գործող վարչապետը, որը լռեց։ Դա ազդանշան էր Եվրոպական միության ղեկավարներին, որը հատեսեք դուք հայտարարություններ եք անում Արցախի հետ կապված, բայց Հայաստանը որևէ խնդիր չունի եւ նման պահանջներ Հայաստանը չունի։ Այդ առումով նա ցույց տվեց Եվրոպական միությանը, որ ձեր խնդիրը Հայաստանի վարչապետը չի կիսում։ Բայց իհարկե այս հակադրությունը չէ գագաթնաժողովի ամբողջ պատկերը։ Երևանում այսօր հավաքվել են եվրոպական քաղաքական դաշտի առանցքային դերակատարները տարբեր օրակարգերով, տարբեր առաջնահերթություններով եւ գուցե տարբեր սպասումներով։ Ֆրանսիայից մինչեւ Մեծ Բրիտանիա, Եվրամիության ղեկավարությունից մինչեւ ՆԱՏՕ։ Այս հարթակում ներկայացված են այն ուժերը, որոնք ձևավորում են եվրոպական անվտանգության եւ քաղաքականության հիմնական ուղղությունները։ Թե ովքեր են Երևանում, ինչ ուղերձներով են հանդես գալիս եւ ինչ թեմաներ են բերում քննարկման սեղան, Անիա Բաղյանն է հետևել։ Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Չեխիայի, Լեհաստանի վարչապետները Երևանում են։ Հայաստանում են Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին առաջին անգամ մասնակցել է նաև Կանադայի վարչապետը։ Հայաստանում է նաև Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Ելմազին, թե ինչու են խախտել ձևաչափը, պարզաբանում չկա։ Իդեպ 2008-ին նախագահ Գյուլի այցից հետո Ելմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ Երևան է եկել։ Ադրբեջանի նախագահը գագաթնաժողովին միացել է տեսակապով։ Ալիևն արցախցիներին կոչել է սեպարատիստներ, անդրադարձել նաև ԵԽԽՎ-ի վերջին բանաձևերին եւ կառույցին մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու համար։ Նրա խոսքով Եվրոպական խորհրդարանը 5 տարում Ադրբեջանի դեմ 14 բանաձև է ընդունել, ինչը սևեռում է ցույց տալիս։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո 2021-ից մինչև 2026 թվականը Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեծոլան որոշել է շատ արագ պատասխան տալ Ադրբեջանի նախագահին։ ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։
Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումը, որը որդեգրում ենք։ Փաշինյանը խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հույս է հայտնել Ադրբեջան գնալ 2028-ին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նրա խոսքով հայ-ադրբեջանական համաձայնությունների շնորհիվ բարելավվել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները։ Երևանում հակառուսական առաջին հայտարարությունը Ուկրաինայի նախագահն է հնչեցրել։ Մենք պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն։ Այս ամռանը Պուտինը պիտի որոշի, թե ինչ է անելու, ավելի է ընդլայնելու պատերազմը, թե անցնելու է դիվանագիտությանը։ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ելույթ է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Համաշխարհային էներգակիրների գների տատանվողականությունը ցավալի վնաս է պատճառում մեր մրցունակությանը, բայց մենք ունենք նաև ակտիվներ Եվրամիության ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի վերականգնվող էներգետիկայի տեսքով։ Պետք է մեր էներգետիկ կախվածությունը շատ ավելի հուսալի ու ամուր կապենք ներքին արտադրության ավելի էժան ու կանխատեսելի էներգիայի աղբյուրների հետ։ Ավելի վաղ ուկրաինացի լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Դիանա Պանչենկոն գրել էր. Երևանում կստորագրվի Հայաստանի էներգետիկ ոլորտի վերացման մասին համաձայնագիր։ Մայիսի 5-ին Եվրամիության արտգործնախարարը կգա Երևան, կմասնակցի Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովին եւ նույն օրը կմեկնի Ադրբեջան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Կայա Կալասը Բաքվում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում է երեկվանից, նրա այցը միայն պաշտոնական հանդիպումներով չի սահմանափակվել։ Երեկ Ֆրանսիայի նախագահը շրջել է Երևանի փողոցներում, լուսանկարվել քաղաքացիների հետ, շփվել մարդկանց հետ։ Օրվա ընթացքում նա հասցրել է նաև կարճ ճեպազրույց ունենալ։ Մակրոնն ասել է, որ Երևան այցից հետո Ալիևի հետ կքննարկի Բաքվում պահվող հայերի հարցը։ Իմ արձագանքը բանակցություններն են։ Կարծում եմ վաղը, երբ հանդիպեմ վարչապետին, նրա հետ կքննարկեմ այդ հարցը։ Իսկ այս այցից անմիջապես հետո կունենամ մեկ այլ քննարկում նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք մեր դերակատարումը ունենալ միջնորդելու եւ օգնելու հարցում։ Ես հավատում եմ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքին եւ շատ ուրախ եմ, որ վերջին ամիսների ընթացքում լարվածությունը նվազել է եւ սկսվել է նոր փուլ։ Կարծում եմ, որ շատ կարևոր է աջակցել խաղաղության եւ կայունության այս նոր փուլին, այնպես որ մեր դերը հնարավոր ամեն ինչ անելն է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Մակրոնը Երևանում հասցրել է ոչ միայն զբոսնել, սրճել Փաշինյանի հետ, այլև դուրս գալ առավոտյան վազքի։ Իդեպ գագաթնաժողովի ֆոնին լայն արձագանք են ստացել նաև մի քանի կոշտ եւ քննարկվող հայտարարություններ։ Առաջին անգամ Հայաստանում գտնվող Վլադիմիր Զելենսկիի ընդգծված հակառուսական ելույթը, որին կանդրադառնամ քիչ անց։ Նաև Էմանուել Մակրոնի գնահատականը, թե 8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան, դարձան ակտիվ քննարկման թեմա, թե քաղաքական, թե փորձագիտական շրջանակներում։ Մակրոնը խոսում էր Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձի մասին, այն կապելով 2018 թվականի փոփոխությունների հետ։ Սակայն այս ձևակերպումը ունի նաև մեկ այլ շերտ, այն ավելի շատ քաղաքական ուղերձ է, քան ամբողջական պատմական նկարագրություն։ Քանի որ իրականում Ֆրանսիայի նախագահները Հայաստան այցելել են նաև նախկինում, թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուଆ Օլանդը։ Այսինքն հարցը ոչ այնքան այցելելու կամ չայցելելու մասին է, որքան այն մասին, թե ինչ քաղաքական իմաստ է այսօր տրվում այդ այցերին։ Երևանում անցկացվող ԵՄ գագաթնաժողովը ոչ միայն ընթացիկ օրակարգի մասին է, այլ նաև քաղաքական հիշողության։ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան այսօր ներկայացվում է որպես բացառիկ իրադարձություն, սակայն սա նոր երևույթ չէ, այլ շարունակական գործընթաց տարբեր ինտենսիվությամբ։ Հայաստանի 3-րդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ֆրանսիայի ղեկավարների պաշտոնական այցեր չեն գրանցվել։ Այդ փուլում ձևավորվում էին հարաբերությունների հիմքերը։ Բայց արդեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պաշտոնական այցով Հայաստան է
են ժամանել 2006 թվականի սեպտեմբերի 29-ին։ Այցի շրջանակներում նա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Երևանում բացել է Ֆրանսիայի հրապարակը։ Այդ այցնունները առավել գործնական եւ ռազմավարական բնույթ։ Շիրակի տարածաշրջանային այցի առանցքում Հարավային Կովկասի կայունությունն էր, նաեւ Ֆրանսիայի դերակատարումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Երևանում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, Հայաստան-Եվրոպա գործակցության խորացումը, նաեւ երկկողմ տնտեսական եւ քաղաքական կապերի զարգացումը։ Հաջորդ փուլում Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում հարաբերություններն ավելի ակտիվ փուլ մտան։ Այս շրջանում Երևան այցելեցին արդեն Ֆրանսիայի երկու նախագահ, ընդ որում նրանցից մեկը երկու անգամ։ 2011 թվականին Հայաստան ժամանեց Նիկոլա Սարկոզին, ընդգծելով Ֆրանսիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում։ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Սարկոզիին հաջորդած Ֆրանսուଆ Օլանդն արդեն Հայաստանում եղավ երկու անգամ։ 2014-ին պետական այցով եւ 2015-ին արդեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցել համար քաղաքական եւ հիշատակի համատեղ ուղերձով։ Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարման պայմաններում Երևանը կրկին ընդունում է Ֆրանսիայի նախագահին Էմանուել Մակրոնին, արդեն ԵՄ գագաթնաժողովի շրջանակում։ Նրա նախորդ այցը տեղի էր ունեցել 2018-ին ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում։ Սակայն այս պարագայում Ֆրանսիայի նախագահի այցի տարբերությունն ակնհայտ է։ Եթե նախկին այցերը հիմնականում երկկողմ կամ տարածաշրջանային օրակարգ ունեին, ապա այս անգամ Հայաստանը փորձում է դիրքավորվել որպես եվրոպական քաղաքական հարթակի ակտիվ մասնակից։ Հայաստանի պատմության ընթացքում Ֆրանսիայի տարբեր ղեկավարներ այցելել են Հայաստան։ Այցերը պարբերական են եղել, սակայն փոխվել է դրանց քաղաքական կշիռն ու մեկնաբանման ձևը, եւ հենց այդ համատեքստում էլ ձևավորվում է այսօրվա քաղաքական օրակարգը։ Այժմ Զելենսկիի ելույթի մասին ավելի մանրամասն։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամ առաջ հանդիպել է Զելենսկիի հետ, քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Իդեպ այս ֆոնին համացանցում ակտիվ տարածվում է այն պաստառը, որը Ուկրաինան փակցրել էր 44-օրյա պատերազմից հետո եւ տոնում էր Ադրբեջանի հաղթանակն ընդդեմ Հայաստանի եւ Արցախի։ Բայց առավել հետաքրքիր է Զելենսկիի ելույթը նախքան Փաշինյանի հետ հանդիպումը։ Ուկրաինայի այցն ու ելույթը Ռուսաստանում ընկալվում է ոչ թե որպես հերթական դիվանագիտական մասնակցություն, այլ որպես հստակ քաղաքական ազդակ ուղղված Մոսկվայի։ Ռուսական մամուլը խոսում է արդեն ոչ միայն Ուկրաինայի մասին, այլ նաեւ Հայաստանի ընտրած ուղղության արևմտյան ինտեգրման խորացման մասին եւ փորձում այս գագաթնաժողովը ներկայացնել որպես հակառուսական հարթակ։ Այս ֆոնին նույն իրադարձությունը բաժանվում է երկու տարբեր պատկերների՝ Երևանում դիվանագիտական օրակարգ, Մոսկվայում քաղաքական մարտահրավեր։ Թե ինչպես է Զելենսկիի ելույթը ներկայացվում ռուսական մեդիադաշտում եւ ինչ շեշտադրումներ են արվում, տեսնենք ռեպորտաժում։ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանում ընթացող եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքին։ Ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում է հատկապես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը։ Ռուսաստանի հիմնական հակառակորդը Հայաստանում է առաջին անգամ։ BBC ռուսական ծառայության փոխանցմամբ Հայաստան այցի նախօրեին Ուկրաինայի նախագահը հանդիպումների համար ուրվագծել է 3 հիմնական նպատակ։ Պատերազմի արժանապատիվ ավարտը, ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի օգնության արագացումը եւ Ուկրաինայի օդային պաշտպանության համակարգի ամրապնդումը։ Զելենսկին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Կիրակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմենի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմական օգնությունը եւ Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների կարգավիճակը։ ՌԻԱ Նովոստին էլ ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի նշել Բրյուսելի կողմից Ուկրաինային ավանդական աջակցությունը Հայաստանում կայանալիք Եվրոպական հանձնաժողովի 8-րդ գագաթնաժողովի օրակարգի գերակա խնդիրների շարքում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննարկելու են եվրոպական համագործակցությունը մասնավորապես 3 ոլորտներում՝ էներգետիկա, անկախություն, պաշտպանություն ու անվտանգություն եւ հուսալի մատակարարման շղթաներ։ EA Daily-ն էլ մեջբերել է ուկրաինացի լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Դիանա Պանչենկոյի գրառումն իր տելեգրամյան ալիքում։ Լրագրողը գրել է, որ ԵՄ առաջնորդները Հայաստանում են ընտրությունից առաջ Փաշինյանի համար հող նախապատրաստելու նպատակով, ապա Հայաստանն իրենց շահերի համար օգտագործելու համար։ Ուկրաինացի լրագրողը ծիծաղելի է համարել այն փաստը, որ Զելենսկին հրավիրվել է միջոցառմանը։ Svobodnaya Press-ն եւս կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Բրյուսելից ընտրական բոնուս ստանալը Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի տեսքով։ Այս միջոցառումն այդքան թունավոր չէր լինի, եթե Զելենսկիի ներկայությունը չլիներ, որն ամբողջությամբ փոխում է միջոցառման իմաստը։
Հայաստանի Հանրապետության ապագան քննարկելու փոխարեն ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա Ուկրաինայի զինված ուժերի համար նոր խրամատներ խնդրելու վրա։ Կայքը հայ ընտրողներին հիշեցրել է, որ Զելենսկին վերջերս հանդիպել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ եւ բացահայտորեն հիացել Ղարաբաղյան հարցի ուժային լուծմամբ, գրել է ռուսական լրատվամիջոցը։ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովն էլ կարծում է, որ Եվրոպան Հայաստանում ցանկանում է իր ուժը ցույց տալ Միացյալ Նահանգներին։ Պաշտոնյան Newsroom-ին տված հարցազրույցում է նման հայտարարություն արել։ Մոսկովսկայա Կոմսոմոլեցն էլ ընդգծել է Զելենսկիի ժամանումը Հայաստանի մայրաքաղաք ավելին է, քան պարզապես դիվանագիտական արարողակարգ։ Ռազմական եւ քաղաքական հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչը համարում է, որ սա պաշտոնական Երևանի կողմից եւս մեկ ցուցադրական քայլ է, որը հաստատում է եվրասիական ինտեգրման իրողություններից վերջնական խզման ուղղությունը։ Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը կարծես որոշել է ամբողջությամբ փոխել իր առաջնահերթությունները, հենվելով արևմտյան երաշխիքների վրա, որոնք կրիտիկական պահին կարող են պարզունակ թղթի վրա խոստումներ լինել։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իդեպ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Վլադիմիր Զելենսկիի մասնակցությունը ըստ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարող է ընդգծել Հայաստանի արտաքին քաղաքական անհավասարակշռությունը։ Նա հիշեցրել է, որ Փաշինյանը 2018-ին իր վարչապետությունը սկսեց ֆրանկոֆոն գագաթնաժողովով, եւ այժմ այն կարող է ավարտվել Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառմամբ, ինչը Օսկանյանի գնահատմամբ կարող է վերածվել ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ռազմավարական ռիսկի։ Արտաքին քաղաքական անզգույշ, կտրուկ եւ ամբովանդակ մանիֆեստները բացառապես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու նպատակ են ունեցել։ Դրա հետևանքով Հայաստանի նման խոցելի դիրքում գտնվող երկրում հավասարակշռված եւ մտածված քաղաքականություն վարելու փոխարեն Փաշինյանն իրեն հռչակել է որպես Հայաստանը Եվրոպա տանող։ Սակայն եթե մի քանի տարի առաջ այս մակերեսային ծրագրին հավատացողներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել։ Փոխարենը դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։ Այդ համատեքստում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իր օրակարգով ընդունվելիք հայտարարություններով եւ այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վլադիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ։ Մինչ ներսում ընթանում էր 50 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ գագաթնաժողովը, դրսում բողոքի ակցիա էր։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց նպատակը միջազգային հանրության եւ եվրոպացի առաջնորդների ուշադրությունը հրավիրելն է Հայաստանում առկա խնդիրների վրա։ Չի ներվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի հանդեպ ձեր այս դաժան վերաբերմունքը, դաժանությունը արտահայտվում է ոչ միայն ձեր գործողություններով, այլ ձեր անտարբերությամբ։ Միշտ հիշեք, Հայաստանում հիշելու են, որ օրվա ղեկավարությունը Եվրամիության, դրանք ամբողջովին դեմ են ժողովրդավարության, մարդու իրավունքների, նրանք դեմ են իրավունքին, նրանք միայն ու միայն իրականացնում են, կրկնում են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների պատվերը։ Shame on you! Shame on you! Քաղաքական գործիչների մի մասը եւ փորձագետների մի մասը ասում են ցեղասպանություն, մյուս մասը էթնիկ զտում։ Պարզապես ցեղասպանության իրավական գնահատականից խուսափելու համար, ոչ ավելի։ Բայց նույնիսկ եթե քննարկում ենք, թե արդյոք ցեղասպանություն է, թե մարդկության դեմ հանցագործություն, էությունը չի փոխվում։ Ոչ պատասխանատվության տեսանկյունից, ոչ էլ իրավունքների վերականգնման լուծումների տեսանկյունից։ Եվ այս առումով ես կուզեմ հիշեցնել, որ մեր վերադարձի իրավունքը ոչ միայն ապրիորի է, բխելով միջազգային իրավունքի տարբեր հաստատքներից, այլ նաև կոնկրետ է եւ անմիջական։ Ակցիայի մասնակիցները փորձել են նաև նամակ փոխանցել Հայաստանում գտնվող Եվրամիության պաշտոնյաներին, սակայն նրանց թույլ չեն տվել մոտենալ պատվիրակություններին։
Իսկ ուղերձը ոնց հասցնենք։ Միջոցառումը ուղերձը կարող եք հասցնել իրենց ներկայացուցիչները։ Դե հիմա մոտենանք, այնտեղ ներկայացված են իրենց։ Մոտենալ կներեք։ Երկու հոգին ինչ վտանգ են, ինչու չեն կարող երկու հոգի բարձրանալ։ Գիտեք ինչ, եթե ուղղակի քննարկենք հայեցողական լիազորությունը, այստեղ հայեցողական լիազորություն չկա։ Դրա դեպքում Դուք կարող եք ուղղակի իրենց տեղեկացնել, որ մենք ուզում ենք պատասխանեմ հերթով խոսենք, հա։ Գվարդիան հայեցողական լիազորություն այստեղ չունի։ Գվարդիան կատարում է պարտականությունները, տվյալ դեպքում միջոցառումի բնական ընթացքը ապահովել։ Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիները իրենց դժգոհությունը արտահայտել են նաև խորհրդանշական գործողությամբ, ձեռնաշղթաներով։ Նրանք պնդում են, որ Հայաստանում ժողովրդավարական խնդիրներ կան եւ խոսելու համար մարդկանց շղթայում են ու բանտարկում։ Այս մարդիկ ընտրություններից մի քանի ամիս առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանի հարկերի հաշվին միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում եւ այս պարգևավճարներով այսօր ընդամենը մի քանի օրից օֆիցիալ ձևով կազմակերպելու են իրենց նախընտրական քարոզարշավները եւ նորից էլի Եվրոպայի երեսին թոզ են փչելու, թե Հայաստանում երկինքը պարզ է, խաղաղության օրակարգ է, խաղաղություն է տիրում եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված են։ Մինչդեռ Բաքվում դեռևս ունենք անազատ քաղաքացիներ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը բանտարկված է եւ մենք չգիտենք արդյոք նրանք երբևէ ազատ են արձակվելու, որովհետեւ այս մարդիկ այստեղ զբաղված են երեսպաշտությամբ։ Նրանք կեղծավորի պես ամբողջ աշխարհի երեսին թոզ են փչում, թե Հայաստանում ազատ խոսքի իրավունք կա։ Համալիրի դիմաց էին նաև անհայտ կորած զինծառայողների հարազատները։ Նրանք եւս փորձում էին գրավել Երևան ժամանած եվրոպացի առաջնորդների ուշադրությունը։ 6 տարի սպասում ենք մեր երեխաներին, բայց անարդյունք։ 6 տարի պայքարում ենք բոլոր իշխանական դռների, բոլոր կառույցների դռները ծեծել ենք, բայց ոչ մի արդյունք։ Մեր իշխանությունը երբեք չի հետաքրքրվում մեր երեխաների հարցով։ Այն երեխաների, որոնց արյան գնով, որոնց կյանքի գնով իրանք ձեռք են բերել խաղաղություն կոչեցյալը, որոնց շնորհիվ իրանք այսօր ապրում են, իրանց երեխաներին երջանկացնում են։ Տեղափոխվենք Վեդի, որտեղ անչափահաս քույրերի բռնաբարության դեպքը ցնցել է համայնքը։ Հանցագործության մասին խոսում են բոլորը, բայց հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։ Բնակիչները չեն հասկանում, ինչպես կարող էր նման բան պատահել փոքր քաղաքում, որտեղ գրեթե բոլորը ճանաչում են բոլորին։ Իմ գործընկեր Սեդա Կյուրեղյանն է եղել քաղաքում, փորձել հասկանալ ինչ է հայտնի դեպքի մասին, ինչ արձագանք կա համայնքում եւ ինչ հարցեր են դեռ մնում անպատասխան։ Վեդիի բնակիչները ցնցված են անչափահաս աղջիկների բռնաբարությունների լուրից։ Մեկը մյուսին պատմում են, վերլուծում ու հավատալ չեն կարողանում։ 65 եւ 58-ամյա տղամարդիկ են բռնաբարել դպրոցական երկու քույրերին։ Աղջիկների մայրը պատմում է, 65-ամյա տաքսու վարորդը երեխաներին պարբերաբար պարապմունքի է տարել։ Իրենց ընտանիքի վստահությունն ուներ։ 65 տարեկան Դավիթ Այնազյանը բռնաբարել է քույրերին, բայց երբ նրանցից մեկն ասել է, որ բոլորին կպատմի, տաքսու վարորդը ձեռքերով բռնել է աղջկա կոկորդից ու սպառնացել։ Դրանից հետո երեխաներին տարել է իր հարևան 58-ամյա Արթուր Երեմյանի մոտ, որը եւս սեռական բնույթի գործողություններ է արել աղջիկների նկատմամբ, բայց դա վերջին անգամը չի եղել։ Ես առավոտ շուտ եմ բան գործի դաշտի եմ էլի կապ մապի կանում ցախին խավքում երախոն ժամը 6-ին 7-ին եմ ինքը դպրոց Արթուր անունով քաշելա նստեցր ավտոն տարի եկեղեցի երախան չէր ասում հետո տարելա միանգամից դպրոց ավակ դպրոց է երախան էթում Հենց դպրոցում էլ տեղի է ունեցել բռնաբարությունը, ասում է աղջիկների մայրը։ Ընտանիքը համեստ է, սկզբում տնակում էին ապրում, հետո փոքրիկ տուն կառուցեցին։ Բնակիչներից մեկն էլ աղջիկների տատի հետ է աշխատում։ Հայրական տատիկին ճանաչում եմ, խելոք աշխատող, գյուղացի ընտանիք են, խեղճ ապրող ընտանիք են։ Այդ լուրը լսելուց իմ կարծիքն է, պիտի այդ մարդկանց հրապարակում այդ շատրվանների մոտ, պիտի բերես բենզինը լցես ու վառես։ Ընտանիքից լսել եմ, որ խեղճ մարդիկ են։ Մայրը հավաքարար է, հայրն էլ քաղաքապետարանում այտենց աշխատում է։
Մաքրությամբ, մայրն ու հայրը։ Աղջիկների մասին դες չեմ լսել, չգիտեմ։ Այդ խելոք անմեղ երեխեքին տենց արյամ դաստիճակը, ուղղակի դե ապրելու իրավունք չունի։ Վատ բան է տեղի ունեցել, դա կարամասն, բայց դե ովքեր են ինչ են թե չգիտեմ։ Քաղաքի բնակիչներից մեկը ճանաչում էր տաքսու վարորդին։ Գործի բերումով գնացել եմ տեսել եմ ինքը հաճախակի կայնածա խանութի դեմը տաքսիով դուրը բա։ Տաքսու վարորդի տեղը հայտնի չէ։ Բնակիչները ենթադրում են Երևանում բարեկամի տանն է ապաստան գտել։ Իսկ Վեդիի համայնքապետարանում եւ մարզկենտրոն Արտաշատում հետաքրքրված չեն տեղի ունեցած մանկապղծության դեպքով։ Փաստաբանական ու հասարակական համայնքը իրար խառնած դեպքը Արարատի մարզպետարանը հերքել է։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի Արարատի մարզի դպրոցներում անծանոթ տղամարդիկ աշակերտների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների փորձ են արել, չի համապատասխանում իրականությանը։ Մարզպետի աշխատակազմը պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ հրապարակման մեջ ներկայացված պնդումները չեն հաստատվում որևէ փաստով եւ կրում են ապատեղեկատվական բնույթ։ Մարզպետ Սեդրակ Թևոնյանը առավոտից չի պատասխանում զանգերին, անջատում է։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Այժմ մերձավոր արևելքի մասին։ Իրանի զինված ուժերը սպառնում են հարվածել ամերիկյան ռազմանավերին, եթե դրանք փորձեն մուտք գործել Հորմուզի նեղուց արգելափակումից դուրս բերելով այնտեղ կուտակված առևտրային նավերը։ Մենք զգուշացնում ենք, որ ցանկացած օտար ուժ, այդ թվում ագրեսիվ ԱՄՆ բանակը Հորմուզի նեղուցին մոտենալու կամ մուտք գործելու դեպքում կենթարկվի հարձակման։ Թասնիմ գործակալության փոխանցմամբ այսօր հայտարարել է Իրանի բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ալի Աբդոլլահի Ալիաբադին։ Իրանի զինված ուժերի ղեկավարի հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թրույթ սոցհարթակում արած գրառումը, որում Սպիտակ տան ղեկավարը պնդում էր, թե այսօրվանից ամերիկյան նավատորմը կօգնի չեզոք երկրների նավերին լքել Հորմուզի նեղուցը։ Իդեպ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերն էլ հայտարարել են, որ ժամեր առաջ կանխել են ամերիկյան ռազմանավերից մեկի մուտքը Հորմուզի նեղուց։ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը ծննդյան առթիվ կնոջից նվեր է ստացել տորթ խեղտողակի պատկերով, որի վրա գրված է եղել երբեմն երազանքները կատարվում են։ Նախարարը տարիներ շարունակ կոչ է արել ընդունել օրենք, որը կթույլատրեր մահապատժի ենթարկել ահաբեկության համար դատապարտված անձանց եւ վերջերս նրա ցանկությունը կատարվել է։ Ընդունվել է նման օրենք, որը մահապատիժ է սահմանում իսրայելցիների սպանության համար մեղադրվող պաղեստինցիների համար։ Այս ժամի լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ նորությունները։ Հաջողություն։